Դիեգո Արմանդո Մարադոննա, ֆուտբոլի ոսկե տղա, ֆուտբոլի Միքելանջելո։ Նրան սիրեցին, դատապարտեցին, բայց երբեք չմոռացան։ Խաղադաշտից դուրս Մարադոննան տառապում էր թմրամոլությամբ, հայտնվում էր հոգեբուժարանում, փոխում կլինիկաները, եւ սա դեռ ամենը չէր։ Փոքրիկ չարաճճիներից մինչև Բարսելոնա ու Նապոլի 7 տարեկանից ֆուտբոլ էր խաղում, իսկ 16-ում հայտնվում է Արգենտինայի երիտասարդական հավաքականում։ Ես հագա հավաքականի մարզաշապիկը եւ այն դարձավ իմ մաշկի հետ նույնը, ասել է նա։ Դիեգոյի ընտանիքը աղքատ էր, նա 5-րդ, բայց առաջին արուզավակն էր։ Աստծո ձեռք եւ դարի գոլ։ Մարադոննայի երկու հայտնի գոլերն են։ 20 տարի անց նա խոստովանել է. Աստվածիրոք այն ժամանակ օգնեց մեզ, բայց այդ գնդակը ես ձեռքով խփեցի։ Մարադոննան թմրամոլության հետևանքով 15 ամսով որակազրկվել է։ Մարադոննան ամուսնացած է եղել Կլավդիայի հետ եւ ունեցել է 2 դուստր։ Եթե կինս չլիներ, ես կենդանի չէի լինի։ Դա պարտք է, որը երբեք չեմ կարող վերադարձնել։ Ասել է նա, սակայն տարիներ անց նրանք ամուսնալուծվել են։ Մարադոննան ունեցել է մի շարք սիրավեպեր եւ ավելի քան 11 երեխա։ Ըստ լրատվամիջոցների, նա պաշտոնապես ընդունել է 5-ին։ Դիեգոն մեղադրվել է նաև մարմնավաճառներ տեղափոխելու գործին աջակցելու մեջ։ Նա մահացել է 2020 թվականին սրտի կաթվածից։ Որդին կարծում է, որ հորը սպանել են։ Նա պայքարեց սեփական սրտի, մարմնի եւ հոգու դեմ, եւ այդ պայքարում դարձավ խորհրդանիշ։ Ոչ միայն այն բանի, թե ինչ է նշանակում լինել լավագույնը, այլև այն, թե որքան բարձր է գինը դրա դիմաց։ Ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն ասել է. ողջ մարդկությունը նախանձում էր նրան, իսկ ինքն էլ ողջ մարդկությանը։